2026-27 ուսումնական տարվա համար բուհերին հատկացվել է 12720 տեղ, նախորդ տարվա 12118-ի փոխարեն, այսինքն այս տարի տեղերը 602-ով ավելի են, բայց երկու փուլերի ավարտից հետո բուհ է ընդունվել ընդամենը 10958 դիմորդ, իսկ տասնյակ մասնագիտություններում առաջին կուրսեցի առհասարակ չի լինելու։ 13 բուհի և մասնաճյուղի 37 մասնագիտություն առաջին կուրսեցի չեն ունենալու 26-27 ուսումնական տարում։ 11 բուհի և մասնաճյուղերի 33 մասնագիտություն ունեն մեկական ուսանում։ Դատարկ կամ գրեթե դատարկ ծրագրերի ցանկում կան մասնագիտություններ, որոնց կարիքը երկրի տնտեսության համար անգնահատելի է։ Պոլիտեխնիկի քիմիական տեխնոլոգիան, մանկավարժական համալսարանում բնագիտական և ագրարային համալսարանում գյուղատնտեսական մի շարք մասնագիտություններ։ Գնահատման և թեստավորման կենտրոնից ուշագրավ են համարում, որ Կապանի պետական համալսարանի մետալուրգիայի բաժինը ոչ մի դիմորդ չունի։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նման հզոր արդյունաբերական հսկա ունեցող Սյունիքի մարզում Կապանի պոլիտեխնիկի մասնաճյուղը, ավելի շուտ պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղը մետալուրգիա մասնագիտությամբ առաջին կուրսեցի չունի։ Այս պատկերը սակայն չի նշանակում, որ երիտասարդները ընդհանրապես չեն ուզում բարձրագույն կրթություն ստանալ։ Նրանք պարզապես շատ ընտրողական են։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով դիմորդների ամենամեծ թվերը եղել են բուժական գործի, ճարտարապետության, տնտեսագիտության, կառավարման, իրավագիտության ծրագրերում։ Մրցակցության հարաբերությամբ առաջինը ստոմատոլոգիան է՝ մոտ 3 դիմորդ 1 տեղի համար։ Բուժական գործի և տնտեսագիտության համար 2 դիմորդ 3 տեղի համար, հաշվապահության և իրավագիտության համար 2 դիմորդ 2 տեղի համար։ Այս ընտրության պատճառը ըստ կրթության փորձագետի միայն մասնագիտության հեղինակությունը չէ։ Երիտասարդը փորձում է նախապես հաշվարկել դիպլոմից հետո ինչ աշխատանք ու եկամուտ է ունենալու։ Մեր դիմորդները դարձել են ավելի պրագմատիկ։ Նրանք շատ լավ հաշվարկում են, ինչ կարող են անել իրենց ուսման ավարտին, այսինքն 4 տարին լրացավ, նրանք ինչ պիտի անեն, ավարտեցին կամ հետո շարունակեցին մագիստրատուրա, 6 տարի սովորեցին, անմիջապես կարողանան մտնել աշխատաշուկա, այսինքն նրանք իրենց մասնագիտությամբ ձեռք բերել աշխատանք, ընդ որում արժանապատիվ աշխատավարձով։ Այս ընտրության վրա ազդեցություն կարող էր ունենալ նաև ընդունելության նոր կարգը։ 2023-24-ից բոլոր բուհերի դիմորդների համար սահմանվեց առնվազն 2 քննության պահանջը։ Նախարարությունը դա հիմնավորում էր նրանով, որ դիմորդը պետք է ավելի մոտիվացված ընտրություն կատարի և անհրաժեշտ բազային գիտելիքով ընդունվի բուհ, բայց այսօր փորձագետը հակառակ հետևանքն է մատնանշում։ Նույն երկու առարկաներով պատրաստվելով դիմորդը կարող է ընտրել ավելի հեղինակավոր կամ եկամտաբեր համարվող ուղղություն։ Դիմորդները երբ որ պարապում են երկու քննություն, օրինակ եմ ասում, մաթեմատիկա և կենսաբանություն, և դրա համար պիտի ընդունվեն ագրարային համալսարան, շատերը այդ նույն քննություններով կարող են ընդունվել պետական համալսարան և կենսաբան դառնան, կարող են լավ պարապել նույն առարկաները և ընդունվել բժշկական համալսարան, և շատերը ուղղակի հասկանալով, որ եթե նույն քննություններն ենք պարապելու և հանձնենք, ավելի լավ չի բժիշկ դառնանք, քան թե դառնանք անասնաբուժ կամ գյուղատնտես։ Եվ սա է պատճառը, որ շատերը ուղղակի այդտեղ չեն գնում։ Այս պարագայում պետությունը լուծման տարբերակ է գտել։ 70 000 դրամ կրթաթոշակ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մանկավարժական մասնագիտություններ ընտրած ուսանողների դեպքում։ Բայց սա ըստ փորձագետի ոչ միշտ է արդյունավետ։ Հատկապես գյուղաբնակ դիմորդների աչքի առաջ կենդանի օրինակները շատ են։ Նրանք տեսնում են այսօր իրենց մանկավարժներին, իրենց ուսուցիչներին, որոնք մի կերպ իրենց հացը վաստակելու համար զուգահեռ իրենց աշխատանքին զբաղվում են գյուղատնտեսությամբ, եթե գյուղական բնակավայրերի դպրոցներում են աշխատում, զբաղվում են անասնապահությամբ։ Ես գիտեմ ուսուցիչ, որը թողել է դպրոցը և գնացել է արտագնա աշխատանքի։ Գնացել է Հայաստանից դուրս, որպեսզի կարողանա իր օրվա կարիքները հոգալ, իր ընտանիքը պահել։ Բնագիտական ուղղություններում խնդիրը շարունակվում է նաև բուհից հետո։ Եթե մասնագիտությունը երիտասարդի համար չի ապահովում տեսանելի կարիերա կամ եկամուտ, գիտնականի ճանապարհը դառնում է պակաս գրավիչ։ Օրինակ, ինստիտուտ կար Գիտությունների ազգային ակադեմիային, որը ուներ 100 աշխատակից։ Վերջին շրջանում, վերջին 1 տարվա ընթացքում, այսպես ասած, ատեստավորման արդյունքում նրանց շուրջ կեսը
դուրս եկավ այդ ինստիտուտից, մնաց ուղիղ կեսը։ Եվ այդ կեսի աշխատավարձերը ոչ թե 2 անգամ բարձրացավ, այլ օրինակ 1.5 անգամ միջին է։ Դա նշանակում է պետությունը մի հարվածով ըստ էության 2 նապաստակ է խփում։ Մեդալը 2 կողմ ունի։ Մի կողմում պետական բուհերի 70 դատարկ կամ 1 ուսանողով ֆակուլտետներն են, մյուսում բուժական գործի, ստոմատոլոգիայի, տնտեսագիտության ու իրավագիտության շուրջ բարձր մրցակցությունը։ Իսկ այս երկու իրականությունների միջև պետության ամենակարևոր խնդիրը մնում է այն, թե ինչու է երիտասարդն ընտրում ոչ թե մասնագիտություն, ինչի կարիքը պետությունն այս պահին ամենաշատն ունի, այլ այն, որի շնորհիվ իր ապագան ավելի ապահով է պատկերացնում։ Այս պարագայում խնդիրը դիմորդի ընտրությունն է, կրթական համակարգի, թե այն աշխատաշուկայի, որ ձևավորում է այդ ընտրությունը։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։